Մի քանի օր առաջ մի մեկնաբանություն կարդացի, որտեղ մի ադրբեջանցի գրել էր, որ մենք ձեզ, այսինքն հայերին, ազգանուններ ենք տվել։ Խոսքը այն բանի մասին է, որ որոշ հայկական ազգանունների արմատներում թուրքական բառեր կան։ Իրականում ոչ թուրքերը, ոչ առավել ևս ադրբեջանցիները հայերին ազգանուն տալ չէին կարող, քանի որ թուրքերը եւ ադրբեջանցիները, ընդհանրապես թուրքալեզու ժողովուրդները ազգանուն են ունեցել 20-րդ դարի 20-ական թվականներից, իսկ հայերը մի քանի հազարամյակ։ Այդ անբարեհունչ թուրքական բառերով ազգանունները երբեմն հայերը իրենք էին վերցնում կամ հենց իրենց շրջապատն էր տալիս։ Եթե Վարշավիր էր, Դալլաքյան էր դառնում, եթե ատաղծագործ էր, Դուրգարյան եւ այսպես շարունակ։ Արաբական արմատներով ազգանուններ, օրինակ Մուրադով կամ Մուրադ բառով կամ ասենք Ամիր արմատով, այս ազգանունները եղել են դեռ այն ժամանակ, երբ թուրքերը այս տարածաշրջանում ընդհանրապես չեն եղել։ Ազգանունի մասին հետաքրքիր հուշ ունի Հրաչյա Աճարյանը, որ իր ազգանունը այնքան է ձևափոխել, մինչև դարձել է Աճարյան։ Ասում է ուզում է ընտրել այնպիսի ազգանուն, որ ոչ ոք չունենար։ Եվ իրոք Աճարյան ազգանունը հանդիպում է միայն նրա մոտ, այլոց մոտ չի հանդիպում։ Հրեաները ի տարբերություն հայերի շատ հաճախ են փոխում ազգանուն։ Հայերը բավականին դժվարությամբ, եթե նույնիսկ ունենում են անբարեհունչ ազգանուն։ Եվ եթե մարդը ունի իրեն ոչ դուր եկող ազգանուն, ավելի շատ մեղավորը հենց իր նախնիներն են, այլ ոչ թե ինչ-որ այլ մեկը։